Դերասանուհի և երգչուհի Լիլի Մորտոն շարունակում է իր ինստագրամյան էջում հրապարակել նորածին դստեր, Ավրորայի մասնակցությամբ նոր կադրեր։ Այն փաստը, որ Լիլի Մորտոն չի թաքցնում դստեր դեմքը, ուրախացրել է երկրպագուներին։ Նրանք շատ ջերմ խոսքերով շնորհավորել են և շատ բարեմաղթանքներ հղել ընտանիքին։ Ձեզ ենք ներկայացնում Լիլի Մորտոյի վերջին հրապարակումներն առանց մեկնաբանության։ Этот мир абсолютно понятен, и я здесь ищу только одного – покоя, умиротворения. Լիլի Մորտոն հաճախ նաև տարբեր հարցազրույցների է մասնակցում, որոնցից մեկի ընթացքում խոսել էր ինքն իր մասին, նկարագրելով իրեն։ Լիլին նշել էր հետևյալը. «Այնքան ծավալուն է այս հարցի պատասխանը։ Բարի եմ, կամեցող, հարմարվող, պոզիտիվ։ Նպատակներ շատ ունեմ։ Իհարկե, մի փոքր մասը հիմա իրականացնելու ճանապարհին եմ։ Կայացած մարդ եմ, որովհետև ներքին աշխարհս ինձ հետ համահուն չէ։ Չնայած, ինչ ինձ հիշում եմ, միշտ հանգիստ ու ներդաշնակ եմ եղել։ Հիմա այն տարիքում եմ, երբ շատ լավ եմ գիտակցում, թե ով եմ ես»։ Լիլի Մորտոն ծանր մանկություն է ունեցել։ Նա պատմել է, որ հայրը զինվորական էր, զոհվել է պատերազմից հետո, պայթելով ականի վրա։ Ըստ Լիլիի, մայրը մնացել էր 5 անչափահաս երեխաների հետ միայնակ։ Գրեթե 2 տարի իրենք հացի գումար չունեին, մայրն ամեն բան վաճառել էր, որպեսզի գոյատևեն։ Լիլին չի թաքցնում, որ նման օրերին քույրերի հետ գնացել էր անտառ, ուտելու որևէ բան հայթայթելու։ Ամեն բան նրանց ընտանիքում կարգավորվել էր միայն այն բանից հետո, երբ Լիլիի մայրիկին հաջողվել էր ձևակերպել հոր փաստաթղթերը որպես զոհվածի, և նրանք գումար էին ստացել։
Իր մանկության հիշողությունների մասին խոսելիս Լիլի Մորտոն մի անգամ իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է հետևյալը. «Շատ լավ հիշողություններ ունեմ, թեև այնպես չէ, որ մանկությունս անհոգ է անցել։ Ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, հայրիկիս զոհվելը և թե ինչպես է մեր դիմացի շենքը պայթում, որտեղ քույրս գնացել էր հաց գնելու, ու մենք մտածել ենք, որ էլ ողջ չի, բայց բարեբախտաբար խանութը խորքում է եղել։ Լույս չկար ու մայրիկս դաշնամուր էր նվագում, երեխաներով շուրջը պարում էինք, խաղում մոմի լույսի տակ ու դաս անում։ Մայրիկս ու եղբայրս շարունակում են Կապանում ապրել, որքան փորձել ենք իրենց այստեղ պահել, չի ստացվում, մայրս ոչ մի կերպ չի հարմարվում Երևանում։ Ցավոք գալիս է մի պահ, որ ծնողիդ չես կարող բավական ուշադրություն տալ, մանավանդ, երբ քո ընտանիքն ես կազմում։ Վատ բան եմ ասում, բայց իրականությունից փախչել չես կարող։ Մեկ-մեկ մայրիկս զանգում է ասում, որ իրեն մոռացել եմ։ Նկարահանումների օրերին չենք հասցնում նույնիսկ խոսել։ Մեծ քույրս Կապանում է ամուսնացած ու 3 երեխա ունի։ Շատերը նոր են իմացել, որ մոդել Թերեզան քույրս է։ Եղբայրս ամենափոքրն է ու աշխատում է Կապանում։ Վերջին անգամ այնտեղ մոտ 8 տարի առաջ եմ եղել, անկեղծացավ Լիլի Մորտոն։ Լիլի Մորտոն նաև անդրադարձավ այն փաստին, որ միայնակ իր մայրը 5 երեխա է մեծացել ու դա իր համար հերոսություն է։ Նա իսկապես ինձ համար հերոսուհի է։ Հայրս կռվել է Մարտակերտում, Հադրութում, Կովսականում, բոլոր տեղերում էլ եղել է։ Շատ անգամ է վիրավորվել, մի երիկամն էլ կորցրել է։ Երբ զոհվեց, 16 տարեկան էի։ Հնարավոր չէ մարդու բացը լրացնել, բայց ուժեղ լինելն օգնում է, որ անընդհատ չմտածես կորստիդ մասին։ Բոլորս էլ անչափահաս էինք ու շատ ծանր օրեր ապրեցինք։ Մայրս կարողացավ այդ դժվարությունների միջով անցնել, այնպես արեց, որ բոլորս բարձրագույն կրթություն ստացանք։ Բառերով չեմ սիրում խոսել զգացողություններիս մասին։ Շատ շնորհակալ եմ նրան, որ ինձ հենց այսպիսին է մեծացրել։ Ես հպարտանում եմ սյունեցիներով, որոնք երբեք դավաճան չեն եղել։ Մարդու տեսակ կա, որը օճառը ձեռքին շրջում է։ Սյունեցին այդ բնավորությունը չունի, նա ուղիղ մարդ է և ինչ մտածում է, դա էլ ասում է։ Ես էլ եմ այդպիսին, երբեմն ամուսինս հուշում է, որ պարտադիր չի մտքինս ասեմ, բայց ինչու թաքցնել, ես ճշմարտությունը սիրուն ձևով մատուցում եմ։ Դա ավելի ճիշտ է, քան կեղծավորություն անելով ապրելը։ Հաջորդ հարցը էսպիսինն էր. իսկ ձեր մասնագիտությունը ո՞րն եք համարում։ Սովորել եք իրավագիտություն, դերասանություն և դիզայն։ Որպես համակարգչային դիզայներ և օպերատոր աշխատել եմ։ Այդ մասնագիտությունը ընտրել էի ոչ թե սիրելով, այլ քանի որ արդիական էր։ Իրավագիտությամբ էլ հասկացել եմ, որ չեմ ցանկանում զբաղվել։ Հետո Կամերային թատրոնում 6 ամիս դասընթացի եմ մասնակցել ու մի քանի ներկայացում խաղացել եմ։ Միշտ ցանկացել եմ նոր բան սովորել և բազմակողմանի զարգացած լինել։ Իր հարցազրույցի ժամանակ անկեղծացել էր Լիլի Մորտոն։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։